բոլոր ժամանակներում սա այն մեթոդաբանությունն է, որը եղել է բոլոր ժամանակներում։ Ինչու չի փոխվում ոստիկանությունը, ինչու այս իշխանությունը չգնաց ոստիկանությունը բարեփոխելու, կոնկրետ գործի հետ կապ չունի, ես ներողություն եմ խնդրում իհարկե դժողից, որտեղ ինքը հիմա բայց պիտի հասկանանք նաև որ խնդիրները ընդհանուր են եւ համապարփակ են։ Ինչու չի գնում փոփոխությունների, որտեղ այս իշխանություններին եւս պետք է ոստիկանություն, որը կկատարի ապօրինի հրամաններ։ Եվս պետք է իշխանություն, ոստիկանություն, որը որ կգնա բռնության, եթե այդպիսի հրաման հնչեց իշխանությունների կողմից։ Ես պնդում եմ, որ այս դաբրոն տրվել է իշխանությունների կողմից, որովհետև շատ կարճ ժամանակ 18 թվականից հետո մենք տեսել ենք չբարեփոխված, չլուստրացված, չվեցինգված, ոչ մի բան չարած, այսքան փող վրան չթափած ոստիկանություն, որը շատ նորմալ էր ու ադեկվատ։ Շատ նորմալ հստակ իր գործողությունները իրականացնում էր եւ մենք այն որսը խոսելու տեղ չունենք, բայց եկա որոշակի ժամանակ 20 թվականից հետո եւ ես համոզմունք եմ հայտնում եւ ես դրա ապացույցն էլ կարող եմ ներկայացնել դա հունիսի 12-ի բաց ամբիոնից թիվ 1 հարթակից ջատագովումն ու ծափահարություններն էր եւ բանը վարչապետի կողմից որ ոստիկանները ավելի լավ տենց ներգործություն ունենան, իրանք ավելի շատ կպարգևատրեն եւ շնորհակալություններ հայտնում բռնության համար։ Դե պատկերացեք, եթե ուղիղ եթերում թիվ 1 ամբիոնից են այսպիսի բաներ հնչում, պատկերացրեք թե ինչեր են հնչում փակ դռների հետևից եւ ինչ հրանգներ են տալի եւ ինչ դաբրոներ են տալի։ Եվ մի բան էլ ես 1000 անգամ ասել եմ, բայց նորից պիտի կրկնեմ, երբ 19 թվականին սկսեցին մեկը մյուսի հետևից փակվել ոստիկանության բռնության բազմաթիվ գործեր, ամենահայտնիներն են որոնցից Էլեկտրիկ Երևանը, Սարի թաղը ու էլի բազմաթիվ այդպիսի դեպքեր, երբ սկսեցին, որոնք չէին փակվել Սերժ Սարգսյանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի օրոք երբ սկսեցին փակվել, ես այն ժամանակ եմ ասել, որ ոստիկանությունը կիրառել է նույն գործիքակազմը, որը կիրառել է 2000 մինչև 2018 թվականը։ Ու ցավոք սրտի սա գնալով ավելի խստանալու է։ Մեր հասարակությունը կարող է ականատես լինի շատ ավելի տխուր եւ թե քանակով, թե ծավալով, թե իր էության բովանդակությամբ շատ ավելի ծանր դեպքերի են ականատես լինելու։ Ցավոք սրտի այս իշխանությունն պետք է այսպիսի ոստիկանություն։